Բարի երեկո, բարի գալուս ներս արի։ Այսօր ներս արիում մարդիկ են, ովքեր հավատում են, որ երգը կարող է լինել ոչ միայն հնչյուն, այլ դաստիարակություն, երեխաներ, երաժշտություն եւ մի նոր տարի, որը սկսվում է ճիշտ տեղից։ Իսկ հիմա դիմավորեք նրան, ով անչափ սիրում է երեխաներին եւ գիտի թե ինչպես նրանց հետ խոսել։ Բարի երեկո սիրելի ժողովուրդ, եթերում Ներս արի գիշերային շոուն է եւ տարին նոր է սկսվել, 2026-ը նոր է սկսվել ու ներս եկել ու բնականաբար դեռ նոր 12 ամիսների մասին մտածելիս անընդհատ ցանկություններ են մտքիդ գալիս, որ առողջ լինենք, որ լավ լինի, որ հաջողություն լինի ու խաղաղ ապրենք։ Տարվա այս շրջանում բոլորս մի քիչ ավելի զգայուն ենք ու մի քիչ ավելի բաց ու մի քիչ ավելի պատրաստ հավատալու լավին։ Այսօր մեր տաղավարում շատ երեխաներ են լինելու եւ դա նշանակում է, որ այս թողարկումը պիտի լինի ոչ միայն հետաքրքիր, այլ նաեւ պատասխանատու։ Երաժշտությունը մեծ ուժ ունի։ Հատկապես այն ժամանակ, երբ այն ստեղծվում է ոչ թե մրցելու, այլ փոխանցելու համար։ Սեր, բարություն, հայրենասիրություն։ Այսօր խոսելու ենք մի ստուդիայի մասին, որտեղ հենց սա է դասավանդվում երգի միջոցով։ Ես ողջունում եմ մեր բենդին, Ruslan and Friends տղեկ, բարի երեկո, շնորհակալ եմ, որ կրկին ինձ հետ ներսում եք եւ ժամանակն է գնալու դեպի Viendem bar, maestro. Այսօր ես կրկին ընտրել եմ Viendem, որովհետև սա կոնյակ է, որ խոսում է արժեքների մասին, ժամանակի սերնդի եւ այն բանի, ինչ ուզում ես փոխանցել հետո եկողներին։ Viendem շարքը խորհրդանշում է հայ ժողովրդի ստեղծագործ ոգին եւ նրա ազնիվ աշխատանքի ոգեշնչումը, այն հավատարմության, ազնվության եւ սիրո դրսեւորում է բնության եւ սպառողի հանդեպ եւ լավագույնս միավորում է մարդկանց ու մշակույթները։ Viendem-ն Armenia Wine ընկերության առաջին սուպեր պրեմիում շարքն է, որը ներառում է 3, 5, 7 եւ 10 տարեկան կոնյակներ։ Եւ ես հենց հիմա իմ հյուրերի համար պիտի լցնեմ 10 տարեկան կոնյակ եւ վստահ եմ, որ նրանք կգնահատեն այս կոնյակի բույրն ու համը։ Իսկ մենք, սիրելի հեռուստադիտող, վստահ եմ արդեն գիտեք, որ հասել ենք կարճ դադարին, որից հետո շարունակելու ենք ներսարին ու դիմավորենք այսօրվա մեր զանազան ու բազմազան հյուրերին, այնպես որ մնացեք ներսում, գնացինք։ Մենք վերադարձանք եւ դա հիացքանչ է եւ հիմա ներս գրաբիրենք մարդկանց, ովքեր ստեղծել են մի միջավայր, որտեղ երեխաները սովորում են ոչ միայն երգել, այլ նաեւ զգալ։ AS Voice Vocal ստուդիոյի ղեկավար եւ տնօրեն Սարգիս Ավետիսյան եւ AS Voice Vocal ստուդիոյի գեղեցկական ղեկավար Մանե Մաթևոսյան ու մի խումբ հրաշալի երեխաներ ներս եկեք։ Ոտքերով կաչեր եմ անում, գնում եմ, գնում
Եվ գիշերը և սերեկը այսօտար երկում Եղանակը խանգարում է, գնում եմ, գնում Եվ արդեն վաղուց ես ուրեմ այսօտար երկում Ոտքերով խաչեր եմ անում, գնում եմ, գնում Եվ գիշերը և սերեկը այսօտար երկում Եղանակը խանգարում է, գնում եմ, գնում Արդեն վաղուց ես ուրեմ այսօտար երկում Բարի երեկո, բարի գալուստ ներս, շատ ուրախ եմ ձեզ տեսնել ներսում, մանավանդ ձեզ հրաշքներ, հուսամ լավ եք, ընտիր, շատ ուրախ եմ, որ եկել եք ներս բոլորդ միասին, բարև ձեզ, Սարգիս, Մանե, ուրախ եմ, որ ներսում եք ու այս հրաշքներին էլ ձեզ հետ բերել եք ներս, ուզում եմ պատմենք այսօր ձեր ստուդիայի մասին, պատմության մասին, որտև փաստորեն արդեն 7 տարի եւ ավել, 18 թվականից եթե չեմ սխալվում, հիմնվել է եւ ծնվել է գաղափարը Պատմեք ամենասկզբից մեզ, ոնց ծնվեց այս ամենը։ 2018 թվականին ծնվեց մեր այն գաղափարը, որ պետք է ունենանք նաև վոկալ ստուդիո, որովհետև մինչև այդ ունեինք բարի ստուդիո։ Իհարկե շատ պատասխանատու գործ է։ Ես ավարտեցի ինստիտուտը, մյուզիկլ բաժինը եւ պետք է այնպես լիներ, որ ինքս կարիերայով զբաղվեի, բայց ստացվեց այնպես, որ պետք է ունենանք նաև վոկալ ստուդիո, իհարկե մեղավորը Մանեն է։ Հա, ինքը չէր ուզում իրականում, որովհետև ցանկությունը ավելի շատ կարիերայի մասով էր, բայց համոզեցի, քանի որ համատեղելի է երգը եւ պարը, ես որպես պարուսույց, Սարգիսը որպես վոկալիստ, միասին շատ հետաքրքիր միքս ստացվեց, կարծում եմ ստացվել է։ Այս ամենը դրա արդյունքն է, միանշանակ եւ այս տարիների աշխատանքը, բայց նաեւ ուզում եմ պատմեք ոչ միայն գաղափարը ոնց ծնվեց, այլ ոնց որոշեցիք կոնցեպտը, հա, ինչպիսին պիտի լինի, ինչ պիտի դասավանդենք, առաջնահերթության ինչին պիտի տակոնենք, ոնց որոշեցիք, որ երգը պետք է նաեւ կրթադաստիարակչական բնույթ կրի, հա, ինչ որ առանձնահատուկ մասեր կան ձեզ մոտ, որոնք հետաքրքիր է ոնց եք որոշել, որ մենք գնում ենք հենց այս ճանապարհով։ Իհարկե որոշումը սկզբում պետք էր անել այն, ինչը որ բոլոր տեղերում կարելի ասել բոլոր չէ, բայց բացակայում է, այսինքն փոքրիկների մեջ մի միտք դնել, որ պետք է շարունակվի մեր հայրենասիրական, հա, երգերը։ Իհարկե առաջին քայլերը հենց հայրենասիրական երգերով են սկսվել, հեղինակային երգերով, քանի որ ինքս նաև փոքր հասակից գրում եմ։ Այդպես ծնվեց առաջինը հայրենասիրական երգ, իսկ դրանից հետո մենք տեսնում ենք, որ արդեն ունենք այն տեսակ երեխաներ, ովքեր որ էստրադային ձայներ էին, մի քիչ ավելի կարելի ասել փոփային, հա, ու դրա համար ստեղծվեց նաև էստրադային գործեր, ու այդպես շարունակեցինք ու հիմա ավելի շատ բացառապես աշխատում ենք հեղինակային երգերով։ Եթե չեմ սխալվում, առաջին երգը, որ շատ լուրջ բում առաջացրեց սոցցանցերում, դա Մոնթեին նվիրված երգն էր, եթե կամ գուցե դա ես եմ առաջինը տեսել տարիներ առաջ հիշում եմ, փոքր հրաշքի հետ դուետ էիք երգում։ Փոքր հրաշքը արդեն մեծ։ Այդպես ես նույնիսկ ճանաչեցի, որ արդեն դու ես։ Արդեն մեծ աղջիկ է դարձել Աննան։ Հրաշք։ Միլիոնավոր դիտումներ եք ունեցել միասին բոլոր հարթակներում սոցիալական, ինչ շատ հետաքրքիր է Սարգիս ձեր զգացողությունները, հետո կուզեմ որ ջուտը նաև պատմի իր էմոցիաների մասին, թե իր հետ ինչ էր տեղի ունենում, երբ այդ ամեն ինչը ամեն օր ուղղակի տասնապատկվում էր։ Ուրեմն վաղ ժամանակներից ուզում էի Մոնթեի մասին ունենալ երգ, բայց իհարկե չէր ստացվում, չգիտեմ ինչի չէր ստացվում։ Գրում էի բառերը, հետո նորից ջնջում էի, նորից գրում էի, ջնջում էի, ուրեմն 5 երգ գրեցի Ներսես ջան Մոնթեի մասին, հետո այդ երգերը փորձեցի միացնել իրար, որպեսզի չնմանվի ոչ մի հայրենասիրական ազգային երգի։ Հա, մի քիչ ավելի ուրիշ ձև ստացվեց, չգիտեմ։ Հետո տվեցի Աննային, ասացի ավելի լավ է դու մենակով երգի, քանի որ հայրենասիրական երգ էր ուզում, ասում էր Գեսարկիս ինձ համար գրի հայրենասիրական երգ, որ ես կարողանամ այդ երգով ներկայանալ։ Տվեցի իրեն, սնեն ստացվեց, որ երգի հատվածներ կար, որ զգացենք, որ դա դուետով ավելի ինչ որ հետաքրքիր կլինի, գեղեցիկ կլինի, ու դուետով ներկայացրեցինք։ Ստացվեց այն ինչ որ ստացվեց։ Շատ պատահական։ Իրականում շատ պատահաբար ստացվեց ու
այսօր որ երգը ունեցավ արդեն 30 միլիոն ու անց դիտումներ, շատ ուրախալի է ու շատ լավ է, տեսնում եմ, որ սերունդներ են լսում, իսկ այդ սերունդները դպրոցներում, մանկապարտեզներում, չգիտեմ, տարբեր կրթական, օջախներում այդ երգերը երգում են ու նաև հիմա արդեն երգեր, որոնք որ մանկական են, այսինքն ծայրահեղությունից ծայրահեղություն, այսպես ես ինքս եմ տենց մարդ, մի օր շատ ուրիշ դրամատրությամբ եմ, մյուս օրը լրի ուրիշ դրամատրությամբ, ու դրա համար երևի թե երգերը ծնվում են բազմաժանր ավելի շատ է տիրում, այո, մեր դպրոցում սիրում ենք բազմաժանր ոճեր, որովհետև դա չի հոգնեցնում կարծում եմ, հանդիսատեսին դա դուր է գալիս ու շատ գովելի է, շատ ողջունել այն փաստը, որ մեր հեղինակած երգերը, նաև պարային շարժումները փորձում են կրկնել, օրինակ են վերցնում, դա քեզ ավելի է պարտավորեցնում եւս մեկ անգամ ստեղծագործելու նոր երգեր։ Ես վստահ եմ, որ դուք նաև որպես գեղեցկական ղեկավար ու պարուսից աշխատում եք երեխաների բեմական կեցվածքի վրա, թե ինչպես պիտի իրենց զգան բեմում ու ձեր երեխաներին առանձնահատուկ ուսումնասիրելով կարող ենք ասել, որ իրենք բեմի վրա շատ փոքր տարիքից մեգա ազատ են, իրենց լավ են զգում, ինքնավստահ են զգում, կարողանում են ցույց տալ որպես արտիստ, ոնց է կարողանում անել, որ երեխան բեմ բարձրանա առանց վախերի արդեն այս տարիքից։ Ինչ մոտեցում կա այստեղ։ Իրականում փոքր տարիքում երեխաները բացառապես կոմպլեքսներ չունեն, ավելի մեծ տարիքում այդ կոմպլեքսները ձևավորվում, բայց մթնոլորտը ընտանեկան ենք մենք ստեղծում, անմիջական, կարծում եմ դա է գրավականը, որ երեխաները ավելի ազատ են ներկայանում, մենք իրենց այդ ամեն ինչը փոխանցում ենք, իսկ իրենք հանդիսատեսին, իսկ հանդիսատեսը սիրում է այդ անկեղծ էմոցիաները, որը որ այո, տալիս են բալիկները ու սիրվել են, կարծում եմ, որովհետև մեր լսարանը այսպես ուսումնասիրելով հասկանում ենք, իրականում առաջին անգամ ենք մենք այսպես ասած մեր աշխատանքը բարձրաձայնում, չենք սիրում ես ու Սարգիսը խոսել, սիրում ենք գործել, բայց շատ ասում են, ինչի չեք ներկայացնում դուք ինքներդ ձեր խոսքով, ասեք ինչ եք անում, մի քիչ այդ առումով մենք ինքներս պասիվ ենք, սիրում ենք հանդիսատեսը դա գնահատի, բայց երբեմն զգում ենք, որ դրա կարիքը իրոք կա, ուզում են նաև քեզանից լսել, այո, ինչպես է այդ ճանապարհը ստեղծվել, որովհետև իրենք տեսնում են էկրաններից այն կողմ, իսկ թե էկրաններից դուրս ինչ է կատարվում, այո, չգիտեմ, շատ բազմաչարչար աշխատանք է իրականում, որովհետև մենք օր ու գիշեր ստուդիայից տուն չենք գնում եւ ձայնագրման ստուդիա ունենք եւ երգի բարի դպրոց, մի խոսքով ապրում ենք այնտեղ։ Երեխաներին թողել ենք, այո, մեր շատ երեխաներ ունենք, մի խոսքով։ 500, որոնց մենք դեռ կարադառնանք, հիմա ուզում եմ խոսել երեխա, բայց որ հարցում են ասում ենք 500։ Իրենց ավելի շատ ենք տեսնում, քան մեր սեփական բալիկները։ Մեր բալիկներին ստուդիայում ենք տեսնում։ Դա ուզում եմ ասել, ձեր բալիկները արդեն են տարիքին են, որ կարող են գալ ստուդիա։ Այստեղ այն տղան, Դանիելը, մեր տղան։ Փոքրիկը 5 տարեկան է դեռ, նա նույնպես երգում է, բայց դեռ այս նախագծի մեջ չենք ընդգրկել, այո, այլ նախագծի մեջ է ելույթ ունեցել, բայց ինքն էլ արդեն սկսում է։ Հիմա ներսում մեզ այդ առաջին սաներն են, հա, կարող ենք այդպես ասել։ Կարելի է ասել, այստեղ որպես առաջին սան կարող եմ ներկայացնել Աննային, 7 տարի արդեն ինքը հաճախում է մեր դպրոց։ Մյուս բալիկները ոչ պակաս 5 տարի, 4 տարի, բայց առաջին սաներից, հա։ Հո, կներեք, Լիաս եւ նաեւ Լիաս։ Աննային ու Լիային մենք դեռ կհասնենք անպայման, բայց քանի որ ես գիտեմ, որ խոսափողը այստեղ է, չէ, խոսափողը, սկսենք ձեզնից ուրեմն ինքիչից պատմեք ձեր մասին, ոնց եք, ինչ եք սիրում, ամենաշատը ինչն եք սիրում օրինակ ստուդիայում դասերի ժամանակ ու ամենաշատը ինչը չեք սիրում։ Ես հաճախում եմ 5 տարի երգի, սիրում եմ երգել, հաճախում եմ շաբաթական 2 օր։ Ինչ երգեր ես սիրում երգել դու։ Էստրադա։ Էստրադա։ Հայկական էստրադա։ Հա։ Դիրիսկում երգերից ես երգում ամենաշատը դասերի ժամանակ։ Խառը։ Խառը։ Իսկ տխուր երգեր ես սիրում, թե աշխուժ տենց ուրախ։ Այո, ինքը ունի հեղինակային երգ, որը կոչվում է Դե ժպտա, այսպես իրեն բնորոշ ժպիտով երգ է։ Արևի պես։ Ընտիր։ Էլով էի ուզում պատմել իր դասերի մասին։ Ես Անին եմ։ Բարև Անի։ Սիրում եմ երգել, հաճախել եմ 3 տարի։ Իմ ամենասիրած երգերը հայրենասիրականն է։ Ահա։
ամբողջ հոգով հայրենասիրականը սիրում եմ եւ իմ սիրելի ընկեր Սարգիսը իմ համար երգ է գրել, որ ես մյուս երեխաների նման Կատարես քո երգը։ Այդ արդեն փորձում ես, հա, սովորում ես երգը, թե արդեն ունես, արդեն ձայնագրվել ես։ Չէ, դեռ չեմ ձայնագրվել, բայց Փորձերի սովորել եմ։ 26 թվականին ուրեմն դու ունենալ ես պրեմիերա, հա։ Ընտիր, սպասենք քո պրեմիերային ուրեմն։ Ապրես։ Ելով է ուզում ինձ պատմել, այս գեղեցկուհիների հատվածին ենք դեռ անդառնում։ Դու, հա։ Okay։ Բարև։ Բարև ձեզ։ Իմ անունը Յանա է, ես երգի հաճախում եմ 4 տարի։ Ես շատ եմ սիրում երգել, սիրում եմ աշխուժ երգել, երգեր։ Ինչ օրինակ ինչ ծավի երգեր ես սիրում, Յան, որ տենց բարելու երգեր են, հա, ավելի շատ։ Այո, շատ բարելու երգեր եմ սիրում, աշխուժ երգեր, ուրախ երգեր։ Դու սիրում ես բարել։ Շատ։ Վաու։ Ինչ բարել ես սիրում բարել։ Օրինակ որ երգի տակ ես բարում ամենաշատը, որ գրում ես տունս մամմի տես երգը դիչ գլը բարեք։ Մեկ բարում եմ հայկականների տակ, իսկ մեկ ուրախ երգերի տակ։ Ուրախ, կարևորը ուրախ դրամատիկ երգն է։ Ընտիր, ապրես դու Յան։ Տղեկ, բարև ձեզ։ Բարև ձեզ, ես Ալենն եմ, շատ եմ սիրում երգել, ես հայրենասիրական եմ երգում, երգերի հետ համ ուրախ երգեր եմ սիրում, մի քիչ տխուրոտ էլ, որովհետև Տխուրոտ, այ տխուրոտ բար երգերից ես օրինակ սիրում։ օրինակ բանակի մասին էլի։ Բանակի մասին։ Հասկացա։ Ես հաճախում եմ Պարի, էլի ընկեր Սարգիսենց մոտ, ես հաճախում եմ Պարի նրա համար, որ երգերից մեջ ավելի շատ սիրունացնեմ ու տեսել։ Արտիստ լինես, այո, կարողանաս միաժամանակ ամեն ինչ անել։ Ապրես դու։ Սպասենք ուրեմն քո լավ ելույթներին, լավ բարով ու լավ երգով։ Պայմանավորեցի՞ք։ Okay։ Տղեկ, ով է հաջորդը ուզում ես պատմի իր մասին։ Անդրանիկը։ Ուր է իր անդ, սկսենք տեղից, ուր է իր։ Անդրանիկն եմ, ես արդեն հաճախում եմ երգի 3 տարի, ես սիրում եմ երգել հայրենասիրական երգեր և դասական երգեր, օրինակ իմ սիրած երգերից, դասական երգերից բարի արագիլը ինձ շատ է դուր եկել, ես արդեն 1 ամիս այդ երգի վրա պարապել եմ և ուզում եմ այդ երգը ձայնագրվեմ, Նաև ես սիրում եմ էստրադային երգեր, ես երազանք ունեմ, որ դառնամ մեծ արտիստ և ուզում եմ ես լիքը համերգներ ունենամ տարբեր տեղերում։ Դե կսպասենք քեզան։ Դու ինչ կպատնես մեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես Նարեկն եմ, երգի արդեն հաճախում եմ համարյա 5 տարի։ 5 տարի։ Սիրում եմ էստրադային ու հայրենասիրական։ Քանի տարեկան ես։ 11։ 11, իսկ սիրած աղջի, բան։ Չէ։ Ստում է քիչ։ Կաշ դու մեզ ոչ մի բան չպատմեցիր, տենց ոնց կլինի։ Բարև ձեզ, իմ անունը Վարդան է, ես հաճախում եմ երգի 4 տարի։ Ես իմ երգերից սիրում եմ ընկեր Սարգսի երգերը։ Ընկեր Սարգսի երգերը ես շատ եմ լսում։ Տանք գեղեցկուհիներին խոսափողը։ Ես իմացա, որ դուք ամենահին սաներից մեկն եք, չէ՞։ Դե պատմեք ինչեր եք տեսել, ինչեր ես դու այս 7 տարիների ընթացքում տեսել։ Լիքը մարդ ա եկել գնացել, դու այն ամենաշատ ու հին մնացածներից ես։ Ողջույն, ես Լիան եմ։ Իրականում դուք ճիշտ եք ասում, շատ մարդիկ են եկել գնացել, բայց այն ամենահավատարիմները մնացել են մեզ հետ։ Ես 14 տարեկան եմ։ Դե պատմիր մեզ ինչ էմոցիաներ ունես այս ամեն ինչի մասին, ամենաերկարակյացներից ես դու այստեղ։ Ես իրականում շատ ոգևորված եմ հիմա, կարծում եմ բոլորս։ Մեր ստուդիայում շատ ընտանեկան մթնոլորտ է։ Ես ամենաշատը ստուդիայում չեմ սիրում բացակայել իրականում, որովհետև երբ որ ես բացակայում եմ, իմ օրը, այդ օրը մի քիչ տխուր է անցնում։ Մտածում ես ընդեղ առանց քեզ ինչեր են անում, չէ՞, ինչեր է տեղի ունենում։ Չեմ սիրում բացակայել։ Իրականում մենք իրենց տուն ծեծելով ենք կոպիտ ասած ճանապարհում, որտեղ ստուդիայից տուն չեն ուզում գնալ։ Այդ հրաշալի է, այդ խոսումը, որ դες մոտ ֆանտաստիկ միջավայր է։ Ինձ
Ինչ ունեք ինձ պատմելու, ճտեր, իսկ դու։ Ողջույն, ես Անգելինան եմ, 10 տարեկան եմ, արդեն 5 տարին լրանում է, ինչ հաճախում եմ ասվոյս վոկալ։ Ես շատ եմ սիրում էստրադային երգեր, երգիչներից և երգչուհիներից նախընտրում եմ ընկեր Սարգիսին։ Իսկ դու ուզում ես լինել ավելի ռոմանտիկ երգչուհի, թե հայրենասիրական երգեր երգող երգչուհի։ Ավելի շատ սիրում եմ ուրախ շարժական երգեր։ Դու մենք կսպասենք քո պարային երգերին, Անգելինա։ Okay։ Ժանրին է համապատասխան։ Բարև ձեզ, ես Դանիելն եմ։ Դանիել պապա այդ երգերն ես ամենաշատը լսում։ Այո։ Հա։ Ուզում ես երգիչ դառնալ։ Այո։ Մի քանի օր առաջ ես նոր երգ եմ թողարկել եւ նոր տարվա երգ է։ Երգը կոչվում է նոր տարի։ Նոր տարի։ Ընտիր։ Ուրեմն պետքա փնտրենք, լսենք։ Այո։ Հասկանանք այդ ինչ երգ է, վստահ եմ որ լավ դա շատ։ Բարև ձեզ, ես Աննան եմ, 11 տարեկան, ինչպես ընկերմանեն եւ ընկեր Սարգսյանցին արդեն հաճախում եմ 7 տարի երգի եւ բարի։ Ես մի պատմություն եմ պատմեմ։ 30 միլիոն դիտում YouTube-ում։ Այո, ուզում մի պատմություն պատմեմ։ Մոնթե երգից հետո ինձ ու ընկեր Սարգսյան ասում էին հայրով աղջիկ, ու տենց բոլորը ասում էին, վերջերս ընկեր Սարգսյանը մեր համերգ ունեցավ եւ մենք մեր երկուսով մեր դուետները երգեցինք։ Ընկեր Սարգսյանը բարձրաձայն ասաց, որ ես ու Աննան դուստր եւ հայր չենք, տենց Դրանից հետո Անցան է դասեկոսենները, թե քեզ էլի գրում էին։ Չէ, մեկա շարունակում։ Դու որոշել ես երգչուհի ես, չէ՞ լինելու հաստատ։ Այո, հստակ։ Ուրիշ բան չունես ես կյանքում անելու, տենց ես արդեն հասկացել ու զգացել։ Իհարկե։ Ինչ երգեր ես երգելու մեզ համար։ Ես տարբեր ժանրեր երգում եմ ու օրինակ Որտեղ ես, բայց քեզ ամենալավը զգում, ամենաշատը որ սիրում ես, ես ճախրում ես դա երգելու։ հայրենասիրական։ Հայրենասիրական։ Այո։ Հրաշալի։ Բնավորությունն էլ է հայրենասիրական տրամադրության մեջ։ Ընկեր Սարգսի երգերից ամենաշատը սիրում եմ օտարություն երգը։ Միշտ երբ որ ուզում եմ երգեմ, ընկեր Սարգսյանը բայց կձգես տանայությունը։ Բա դու ինչ ես պատասխանում։ Այո։ Այդ ամենակարևոր պատասխանն է, հանգիստ չմտածես կյանքում, ինչ-որ բան դու չես կարողանալու անել։ Այն ինչ-որ մտածում եք երեխեք դուք հաստատ կկարողանաք անել, բայց ես հիշում եմ, որ ստեղ կան գեղեցկուհիներ, որ ինձ պարտք մնացին, չէ՞։ Այո։ Մենք ոչ բոլորին ենք, չէ՞, լսել։ Ով է առաջինը, ով ուզում է մեզ ինչ-որ բան պատմի, ով չի պատմել։ Ես Լուսինան եմ, 12 տարեկան, հաճախում եմ ասվոյս վոկալ եւ բարի բաժնում։ Շատ եմ սիրում երգել։ Ստուդիան իմ համար ոնց որ իմ երկրորդ տունը լինի։ Ինչքան դպրոցում ասում են ես երկրորդ տունը, բայց իմ համար ավելի շատ Դպրոցի երրորդն է, չէ՞, ինչ-որ ավելի շատ ստուդիան է, շատ եմ սիրում Ինչ ես ամենաշատը սիրում ստուդիայում, որ ուշքդ գնում ասես արա գնամ մի հատ զգամ։ Ինձ թվում է, որ ես հենց մտնում եմ ստուդիա, ամենաառաջին բանը, որ պետքա ես տեսնեմ, այդ ընկեր Սարգսին ու ընկեր Մանեին տեսնելն է։ Ընտիր։ Դուք ինչ մեզ կպատմեք գեղեցկուհի։ Ողջույն, իմ անունը Մանե է։ Մանե։ Այո։ Ես արդեն հաճախում եմ 4 տարի երգի, նաև հաճախում եմ բարի ընկեր Մանեի մոտ։ Everyday studio։ Ո՞րն ես ավելի շատ սիրում երգը թե պարը։ Երգը։ Երգը։ Հա։ Ինչ երգ ես սիրում երգել ման։ Էստրադային։ Էստրադային։ Ով ինձ բարդ մնաց։ Դուք երկուսով չէ։ Սկսեցինք դե։ Բարև ձեզ, ես Վարդուհին եմ։ Բարև Վարդուհի։ Իմ ամենասիրելի զբաղմունքը այդ երգելն է, որ գնում եմ տուն, որ ինձ երգեր են հանձնարարել։ Ես ավելի շատ այդ երգերն եմ սիրում պարապեմ, որ գնամ տենց պատրաստ երգեմ, որ շուտ ձայնագրվեմ ու տենց Ինչ երգեր ես ձայնագրվել հեչվարդ այսքան ժամանակ։ Կամ ամենասիրածդ երգը որ դու ձայնագրված ունես, տանը ասես մամա դի լսենք էլի էլի։ Իրականում իմ մայրիկը, որովհետեւ իմ քնքուշ մայրիկի մասին է։ Իմ մայրիկին ես շատ եմ սիրում։ Դրա համար իր մասին որոշեցի, որ պետքա երգեմ։ Մամաները հրաշք են, չէ՞, մամաները պետքա շատ սիրեն։ Ապրես դու գեղեցկուհի։ Որ տենց գնում եմ տուն, էլի շատ եմ երգում։ Ուրեմն մենք սպասենք քո նոր երգերին, հաջորդ երգերին, հա? Սպասենք պրեմիերաներին վարդ։ Պայմանավորվեցիք։ Ես Էմիլին եմ, հաճախում եմ 4 տարի։ Ասված վոկալ ստուդիո։ Ես 4 տարեկանից հաճախել եմ ասվոկալ ստուդիա։ Ահա։
Ես սիրում եմ ամենաշատը երգել։ Ես մի երգ ունեմ, որը կոչվում է Դպրոց ուսում։ Իսկ սիրում ես դպրոց եւ ուսում։ Հա։ Հավեսով ես գնում դասերի։ Մի քիչ հիմա Գեսարքիս եւ Մանեի հետ չփվենք։ Այո։ Գնացինք։ Չեմ հիշում մենք որտեղ էինք կանգ առել, բայց հրաշքները մեզ պատմեցին շատ հետաքրքիր պատմություններ։ Մանե, ուզում եմ մի փոքր ձեզ հետ զրուցել։ Գիտեմ, որ ունեք 8 մասնաճյուղ, գրեթե 500 սան, այս մեգա մասշտաբ աշխատանք է պահանջում, ոնց է կարողանում այս ամեն ինչը կոորդինացնել, ոնց է կարողանում հասցնել տարբեր մասնաճյուղերում լինել կամ արդյոք հասցնում եք միայն գլխավոր մասնաճյուղից նաև լինել մյուս մասնաճյուղերին, որպեսզի տեսնեք այնտեղ ինչ միջավայր է, ինչ վիճակ է, սաները ոնց են աշխատում։ Մի խոսքով ոնց եք այս ամեն ինչը կոորդինացնում։ Իրականում ինձ թվում է Աստված մեզ շատ մեծ գերբնական ուժ է տվել, որովհետև անասելի մեծ աշխատանք է, բայց մենք մեր աշխատանքը շատ սիրով ենք անում։ Իմ կարծիքով հենց դրա արդյունքում է այս ամեն ինչը ձևավորվել։ 8 մասնաճյուղ As Voice Vocal Studio-ն ունի, իսկ 11 մասնաճյուղ Բարի դպրոցը Everyday Studio-ն, որի ղեկավարի հիմնադիրը ես եմ։ Այո, բազում սաներ, բազում նախագծեր, համերգներ, մրցույթներ, նկարահանումներ, այդ ամեն ինչը մեկտեղ դասերի հետ մեկտեղ համատեղում են կարելի ասել։ Իրականում ինչի արդյունքում գիշերը ժամը 3-ին քնելու, 4-ին քնել, առավոտյան 8-ին արթնանալը այս ինքն այդ ժամը քնում էլի, ես չեմ ավելի ուշ։ Ինքն թայապես։ Այդպես է ստացվել, որ հասցնում ենք կարելի ասել, ինձ թվում է բոլորին անհատապես վերաբերմունք ու ուշադրությունը կարողանում ենք տալ սերը, ջերմությունը, որովհետև իմ կարծիքով հենց դրա շնորհիվ է, որ մենք ունենք այն, ինչ ունենք։ Հրաշալի։ Սարգիս, ուզում եմ խոսենք նաև ձեր ընտրած աշխատանքի ու ճանապարհի գերպատասխանատու լինելու մասին ու ինչ մտքեր ունեք, ինչ զգացողություններ ունեք, երբ ձեր երգերը հնչում են դպրոցներում ու անկապարտեզներում երեխաների շուրթերից։ Դա լավագույն զգացումն է, ինչի, որովհետև այդ անմեղ շուրթերից հնչում են այդ երգերը, ու շատ եմ ուրախանում, երբ որ տեսնում եմ, որ ամենակարևորը վերցնում են այն երգերը, որոնք որ կրթադաստիարակչական են, իսկ ես հիշում եմ, որ մեր սերունդները այդ նույն ոգով մեծանում էին, հիմա չգիտեմ, ինձ նաև շատ է դուր գալիս, որ այս պրոցեսը կրկնվում է։ Այսինքն ինչ որ մենք ենք արել, ինչ որ մեզ են տվել, հա, հիմա մենք փորձում ենք փոխանցել կամ փորձում ենք փոխանցել անք։ Նոր սերունդների։ Ինչ պլաններ ունեք 26-ի հետ կապված, ինչ եք պլանավորում, ինչ է տեղի ունենալու այս հրաշքների կյանքում առաջիկա ամիսներին։ Չենք բացի շատ փակագծեր։ Բան գոնե փոքրիկ հուշում կարող եմ ասել հեղինակային շատ երգեր, ուրեմն 2 տարվա ընթացքում ունենք 162 հեղինակային երգ, որի բառերի եւ երաժշտության հեղինակը ես եմ։ Իհարկե, պարային մասը Մանեն, Everyday Studio-ն, իսկ մեր արտիստները կարելի ասել 5% այստեղ է։ Շատ քիչ, փաստորեն շատ փոքր տոկոսը։ Ինձ թվում է ավելի շատ համերգներ եւ տեսահոլովակներ, այդքանը կարամ ասել։ Մի խոսքով բուրըն ստեղծագործական տարի է էլի սպասվում։ 2025-ից իմ կարծիքով ավելի շատ, 2025-ին Սարգսի մենահամերգը տեղի ունեցավ մարզահամերգային համալիրում, նաև արդեն 4 երգ ներկայացրեցինք ամանորյա թեմայով, որը էլի երեխաների կողմից շատ սիրվել է, հասցրել է լայն տարածում ունենալ։ Այսպես, այսօր պատրաստել ենք ձեզ եւս մեկ կատարում այդ 4 նախագծերից, այս հրաշքների մասնակցությամբ։ Ես անամփեր եմ իրականում վայելել ու նրանց կատարումը, շնորհակալություն եմ ձեզ հայտնել, որ եկաք ներս, շնորհակալություն ձեզ հրաշքներ, որ եկաք ներս, բերեցիք ձեր այսքան լուսավոր ու այսքան դրական էներգիան։ Շատ շնորհակալ եմ, որ ինձ պատմեցիք ձեր էմոցիաների մասին։ Ես ձեզ բոլորիդ հաջողություն եմ մաղթում ու հավատում եմ, որ դուք ինձ այսօր ինչ խոստացել եք այստեղ տաղավարում, տարիներ հետո մենք հանդիպելու ենք ու բոլորդ ինձ ցույց տաք արդյունքը։ Պայմանավորվեցինք։ Ապրեք, ձեզ հաջողություն եմ մաղթում ու շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Եվս մի անգամ շնորհակալ եմ, որ եկաք ներս, շնորհակալ եմ, որ պատմեցիք ձեր շատ կարևոր ու գեղեցիկ գործունեության մասին, ձեզ հաջողություն եմ մաղթում
հարյուրավոր մասնաճյուղեր, հազարավոր սաներ, որովհետև այն գաղափարները, որոնք դուք սերմանում եք նոր սերնդի ու երեխաների մեջ շատ կարևոր են, որպեսզի մենք բոլորս կրենք, արժևորենք ու ծանոթանանք դրանց հետ։ Եվս շնորհակալություն եւս մեկ անգամ։ Եվ սիրելի հեռուստադիտող, ինչպես խոստացել ենք վարքյաններ անց, այս հրաշք փոքրիկները ունեն մեզ համար կատարում եւ եթե նոր տարին սկսվում է երեխաների երգով, ուրեմն ճիշտ ուղղությամբ մենք գնում։ Շնորհակալ եմ եւս մեկ անգամ As Voice Vocal Studio-ին եւ նրանց ղեկավարներին տնօրեն Սարգիս Ավետիսյանին եւ As Voice Vocal Studio-ի գեղեցկական ղեկավար Մանե Մաթևոսյանին եւ կարճ դադար, որից հետո մենք կվայելենք հրաշքների կատարումը, այնպես որ մնացեք ներսում, այսօր Ներսարին այսպեսին էր, բարի գիշեր։ Just as